ենք աշխատանքները ուղիղ հեռարձակմամբ, իմ գործընկեր Սարգիս Խանդանյանը Բաղրամյան պողոտայում նույնպես աշխատում է ուղիղ եթերի ռեժիմով, ինձ փոխանցեց Սարգիսը, որ այնտեղ ավարտվել է այսօր մեկնարկած հանրային քննարկումը եւ որոշում է կայացվել ամեն օր 20:30-ի սկսած հանրային քննարկում իրականացնել, քննարկելու համար ինչ է արվել եւ ինչ կարող են հետագայում անել շարժումը հաջողությամբ պսակելու համար։ Ես զրուցելու եմ այս պահին Պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կառավարման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների դեկան Ատոմ Մարգարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ 10 օր է արդեն Երևանում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, այդ մասին խոսել է նաև Սերժ Սարգսյանը նախագահ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդեն 2 անգամ անդրադարձել է խնդրին։ Այսօր նա ասել է, որ էլեկտրաէներգիայի այդ 100% սուբսիդավորումը, որը պիտի իրականացվի աուդիտ իրականացնելու ժամանակահատվածում, իր վրա է վերցնում կառավարությունը, սակայն այդ ծախսերը չեն լինի բյուջեից, այլ աղբյուրներից, սակայն ինչ աղբյուրներից կառավարության ղեկավարը չի նշել։ Սա վարչապետին հարիր պատասխան է կամ ինչ աղբյուրներ կարող է օգտագործել կառավարությունը, եթե ոչ բյուջեն։ Շնորհակալություն հրավերքի համար։ Իհարկե վարչապետի կամ կառավարության փոխարեն ես չեմ ստանձնի այդպիսի հանձնառություն պատասխանելու, թե ինչ միջոցներից դա պետք է, ինչ աղբյուրներից պետք է այդ փոխհատուցումները լինեն, բայց որ եւ նախագահը եւ կառավարությունը, կառավարության ղեկավարը հավաստիացրել են, որ կան այդպիսի աղբյուրներ եւ ինչ-ինչ վերաբաշխումների արդյունքում հնարավոր է այդ խնդիրը լուծել, ես վստահ եմ դրանում, դա հնարավոր է։ Ակնհայտ է մի բան, որ բյուջեն դա օրենքով սահմանված փաստաթուղթ է, նրա պաշտպանված հոդվածները ըստ էության անձեռնմխելի են եւ դժվար է այդ մասով ինչ որ վերաբաշխումներ անել եւ հատկապես սոցիալական ծախսերի մասով, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլն, այդպիսի հոդվածների ըստ էության փոփոխություններ չեն կարող լինել, ինչ վերաբերում է այլ աղբյուրներից, արտաբյուջետային միջոցներից, ինչու՞ չէ նաեւ վարկային միջոցներից, այդպիսի վերաբաշխումներ հնարավոր են։ Դա կառավարության իրավասության խնդիր է եւ եթե անհրաժեշտություն լինի, կարծում եմ նաեւ ազգային ժողովը եւս կտա այդպիսի իրավասություններ եւ բյուջետային այսպիսի վերաբաշխումների միջոցով հնարավոր կլինի այդ կարճ ժամանակահատվածում, թեև այդ ժամանակահատվածն էլ կարող է, այսպես ասենք, հարաբերական լինել, կարելի է շատ արագ իրականացնել զուտ տեխնիկական աուդիտ եւ հաշված շաբաթների ընթացքում դիտարկումներ անել, բայց կա նաեւ աուդիտի ավելի հիմնավոր, ավելի խորը, այսպես կոչված մեքենայությունների կամ խարդախությունների աուդիտ, որը ընդունված է աուդիտորական, այսպես ասած, գործողությունների պրակտիկայում, դա կարող է ավելի երկար տևել, 3-4 ամիս, այսինքն մինչեւ աշնան վերջ կարող է այդ process-ը տեղի ունենալ, իսկ եթե փոխհատուցումները գնալու են սակագնի սուբսիդավորումները, դրանք կարող են լուրջ գումարներ կազմել։ Պարոն Մարգարյան, իսկ նորմալ է մասնավոր ընկերության ծախսերը կամ դեֆիցիտը խնդիրները լուծելու համար օգտվել բյուջեից, արտաբյուջետային միջոցներից, չգիտեմ, վարկերից, որը վերցնում է պետությունը, որը հետո պիտի փակի նաև քաղաքացին։ Նախ ես ճշտեմ, որ ընկերությունը հեծը ըստ էության մասնավոր ընկերություն չէ, ռուսական, պետական, RAO ES ընկերության, Inter RAO ES ընկերության, այսպես դուստր ձեռնարկության հայաստանյան, այսպես կառույցն է, իհարկե պետությունն ինքը մասնավոր ընկերության ծախսերը կամ այսպես փոխհատուցումները ըստ էության իր վրա կրելու հանձնառություն չունի, բայց մյուս կողմից նա կարծես թե անուղղակիորեն հանդես է գալիս սպառողների կողմից, որպես վճարող, որպես հավաքական սպառող եւ ըստ էության կատարում է թե տնային տնտեսությունների, այսինքն բնակչության մասով եւ ինչ որտեղ նաեւ բիզնեսի գործարար, այսպես ասենք, որտեղ այդ խնդիրը եւս արկա է, որ սակագնի բարձրացումը նաև հարվածելու է մասնավոր սեկտորի, արտադրական սեկտորի ընկերություններին, նաև ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններին, նրանք եւս տուժելու են, եւ այս իմաստով կառավարությունը կարծես թե փոխարինում է
որպես կոլեկտիվ վճարող այդ սուբյեկտներին, տնտեսավարող սուբյեկտներին եւ մասնավոր ընկերություններին եւ այստեղ ես կարծում եմ այսպիսի որոշումը ծնունդ է առել ֆորս մաժորային իրավիճակից, իսկապես արտակարգ իրավիճակ է, իսկապես կա, այսպես ասենք, անորոշության կամ ինչպես մենք ասում ենք տնտեսագետներս ասիմետրիկ ինֆորմացիայի խնդրեմ, երբ որ պետք է հաշվեկնություն անցկացվի, աուդիտ, պետք է հստակեցվեն, այսպես ասած, այդ թվերը, այդ հիմնավորումները եւ պետք է հանրությունը, համենայն դեպս Հայաստանյան հանրությունը պետք է վստահ լինի, որ այն սակագինը, որը մատուցվում է, մինչև վերջ հիմնավորված է, որ այն ծախսերը, որ ներկայացնում է այդ ընկերությունը, հանձին Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի ըստ էության հիմնավորված են եւ նորմատիվներով, եւ գնումների մասին ընթացակարգերով, եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով, եւ ըստ էության այն պարտքը, որը գոյացել է, իսկ այդ ընկերության պարտքը այսօր անցնում է 37 միլիարդ դրամը, այդ պարտքի գոյացման process-ը եւս դեռ պետք է ստուգաբանվի, պարզաբանվի, պարզվի թե ինչպես է այն գոյացել, այդ ընկերությունը ներգրավել է վարկեր, բավական բարձր տոկոսադրույքներով, ընդ որում երաշխիքներ տվել է նաև կառավարությունը, այդ ընկերությունը ըստ էության ունի լուրջ չվճարումներ սպառողների կողմից, կան խոշոր սպառողներ, ինչպիսին ասենք Նաիրիտ ընկերությունն է, կան արտոնյալ այլ սպառողներ, դեռ պետք է պարզվի թե ինչ-ինչոց է, այս ամենը հաշվեկնության կամ աուդիտի խնդիր է իսկապես, եւ մինչեւ այս հարցերը չպարզաբանվեն, երևի թե ճիշտ է, սա ըստ էության քաղաքական որոշում է, ինչ կենտրոնացված պետական աղբյուրներից ստանձնել այս ժամանակահատվածի վճարումների, այսպես ասենք, հանձնառությունը։ Պարոն Մարգարյան, իսկ գուցե կառավարությունը կամ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ճիշտ կանեին մինչ այս ֆորս մաժորային իրավիճակի ստեղծումը գնային աուդիտ իրականացնելու ճանապարհով եւ բացահայտեին, թե ինչով է պայմանավորված խնդիրը, որ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը անընդհատ բարձրանում է եւ կառավարումը ըստ էության արդյունավետ չէ։ Թերևս այս հարցը անուղղակիորեն հասցեագրված է բնականաբար եւ կառավարությանը եւ գործադիր իշխանության գլխավոր պատասխանատուին, բայց ես այս հարցը ուղղակի կհասցեագրեի սահմանադրորեն անկախ համարվող, այդ թվում եւ կառավարությունից եւ նախագահից, սահմանադրորեն անկախ համարվող հանձնաժողովին, նրա նախագահին, անդամներին եւ ամբողջ աշխատակազմին 2000 այո, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին է խոսքը, նրա ընդհանուր կեցվածքի, նրա քաղաքականության, ինչու չէ, ընդունած որոշումների, այդ որոշումների հիմնավորվածության եւ հրապարակայնության մասին է խոսքը եւ սկզբունքորեն, եթե նայենք 2009 թվականից ի վեր, սակագնի 4 թանկացում է կամ բարձրացում է տեղի ունեցել եւ ըստ էության ամեն անգամ եւ այս անգամ վերջի անգամ եւս հիմնավորվել է, որ ծախսերը մեծ են եւ պետք է սակագինը բարձրացվի, այսինքն դա փոխհատուցվի սպառողի հաշվին։ Էական չէ, դա բնակչությունն է, թե տնտեսավարող սուբյեկտներն են։ Բայց ամեն անգամ այդ պարտքերի, այսպես ասենք, թնջուկը կամ ձնագնդին ոչ թե նվազել է, այլ ավելացել։ Սա իսկապես լուրջ խնդիր է եւ կա խնդրեմ կապված ինչու՞ չէ նաեւ օրենքների կատարման հետ, որ պետք է հետևեր հանձնաժողովը մասնավորապես վճարումների առաջնահերթության, այսօր գաղտնիք չէ, որ մոտ 20 միլիարդ քիչ ավելի պարտքերի, այսպես ասենք, մասը բաժին է ընկնում գեներացնող արտադրող կայաններին։ Հանձնաժողովը պետք է հետևեր, որ այդ գումարները, որոնք հավաքվում են բաշխիչ էլեկտրացանցում, որպես վճարումներ սպառողների կողմից, առաջնահերթ պետք է վճարվեին կայաններին, ատոմակայանին, ջերմակայաններին, հիդրոէլեկտրակայաններին, փոքր հեկերին, որոնք ըստ էության առաջին հերթին են զգում այդ այսպես ասած վճարումների կարիքը, որպեսզի ապահովեն եւ ներդրումային գործընթացները եւ անխափան որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչը ի դեպ նշված է բազմաթիվ այսպես ասենք օրենսդրական փաստաթղթերում սկսած 2001 թվականին ընդունված Հայաստանի այդ 4 այն ժամանակ հեծը 4 ընկերություններից բաղկացած
4 միավորներից բաղկացած համակարգեր այդ ընկերությունների մասնավորեցման օրենքում։ Սա էլ հետաքրքիր պատմություն է եւ այսօրվա վիճակի արմատները ես նաեւ տեսնում եմ մասնավորեցման այդ դրվագների մեջ, թե ինչպես այսպես ցածր գնով ըստ իս ընկերությունը մասնավորեցվեց օֆշորային գոտում տեղաբաշխված Midland Resources Holding ընկերությանը եւ շատ չանցած այդ ընկերությունը վերավաճառվեց, ընդ որում անհատ այսպես ձեռներեցներ էին, այսպես ասենք, գնորդները առաջին կանադացի մի ռուս եւ մի ուկրաինացի, նույնպես ազգությամբ ռուս, որոնք ուրեմն իհարկե այդ գործարքի վաճառքի պայմանները չհրապարակվեցին, բայց տարբեր աղբյուրներից կարելի է դատել, որ մի քանի անգամ ավելի վերավաճառվել է։ Իհարկե հիմնավորումներն այն էր, որ ներդրումներ էին արվել, բայց այդ ներդրումները պետք է այսպիսի իրավիճակ այսօր չստեղծեին։ Այսինքն պետք է նայել նաև պատմությանը խնդրի, ինչպես է գոյացվել, որտեղ ի վերջո այդ ներդրումները եթե լինեին, պետք է գնար մոդեռնիզացիայի process, եւ գեներացնող կայանները եւ փոխանցող համակարգերը բաշխից ցանց առաջի հերթին իր հիմնական ֆոնդերով պետք է մոդեռնիզացվեին, բայց ըստ էության, ինչպես տեսնում ենք, այսպիսի խնդիրները առաջնահերթ չեն եղել։ Իհարկե եղել են ներդրումներ, ոչ ոք դա չի հերքում, բայց ամեն անգամ հեծը ներկայացնելով հայտեր, նա միշտ ըստ էության գերագնահատել է այդ հայտի գումարը, ինչը երևում է նույնիսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մերժումներով։ Եթե 115, եթե չեմ սխալվում, միլիարդից 20 միլիարդը մերժում է, իսկ 20 միլիարդը դա մեծ թիվ է, այսօրվա պարտքի չափ գումար է։ Հետևաբար մնացած մասով աուդիտի իսկապես խնդիր կա։ Շատ լավ, եւ վերջին հարց, պարոն Մարգարյան, արդյոք ժամանակը չէ, որ կառավարությունը փորձի բարձրացնել հեծին լիցենզիայից զրկելու կամ ազգայնացնելու հարցը։ Ես որպես փորձագետ այդպիսի հարցի պատասխանը կտայի միայն փորձաքննությունից, հաշվեկննությունից, աուդիտից, ընդ որում պետք է եւ տեխնիկական աուդիտ, եւ պետք է աուդիտի այն տեսակը, որը բացահայտի ֆինանսական, եթե եղել են մեքենայություններ, այս կարգի ուրեմն հիմնավորված փաստերից ու փաստարկումներից, եզրահանգումներից հետո Ինչ վերաբերում է հեծին լիցենզիայից զրկելու այսպես այդ արտահայտության իհարկե հեշտ է ասել, բայց դա պետք է հասկանալ, որ դա մեր տնտեսական համակարգի արյունատար համակարգն է տնտեսության։ Եթե մենք այսօր դնում ենք զուտ ֆինանսական նկատառումներից ելնելով այդպիսի ֆորս մաժորային լուծումներ ենք տալիս, մենք կոլապս ենք առաջացնում ողջ էներգա համակարգում։ Իսկ էներգետիկան Հայաստանի համար միշտ եղել է ստրատեգիական ոլորտ, դա ըստ էության տարածաշրջանում ինչու՞ չէ այս մեծ ավելի ընդարձակ տարածաշրջանում դիրքավորվելու եւ իր մրցունակությունն ապահովելու, տնտեսական զարգացումն ապահովելու ողնաշարը։ Հետևաբար ես կարծում եմ այստեղ պետք է զգուշ, բավական զգուշ այսպես մոտեցումներ ցուցաբերել։ Իհարկե առաջնահերթը այդ հեծի մենեջմենտի արդյունավետության հարցն է։ Որքանով են ծախսերը արդյունավետ, որքանով են կորուստները հիմնավորված, որքանով են շահույթները ողջամիտ, չմոռանանք, որ դա բնական մենաշնորհային ոլորտ է։ Դա սոսկ բիզնեսի տեսակ չէ, ինչպես ասենք որևէ արտադրություն կամ ծառայություն։ Դա բնական մենաշնորհ է, որը ըստ էության երկրորդը չունի։ Երկրորդ ներդրող այդտեղ չի կարող լինել։ Պարզապես այդպիսին է այդ ոլորտը։ Բնականաբար սա ստիպում է, որպեսզի վերահսկող մարմինները միշտ, այսպես ասենք, ձեռքը զարկերակի վրա պահեն, հետևեն այդ ծախսերի դինամիկային, ներդրումների դինամիկային, թույլ չտան վատնումներ եւ միայն այս պայմաններում կարելի է ունենալ էֆեկտիվ, արդյունավետ էներգո համակարգ։ Բաշխից ցանցերը սոսկ դրանց մի մասն են, բայց երբ որ ասում ենք, որ սակագինը, ուրեմն հոսանքը մտնելով բաշխից ցանց կրկնապատկվում է, եւ մինչեւ հասնում է սպառողին, դա իսկապես նոնսենս է։ Չի կարող նման բան լինել, այդտեղ կա խնդրեմ, այդտեղ կա հիմնախնդիր եւ պետք է ուսումնասիրել եւ փորձել ողջամիտ եւ ստրատեգիական լուծումներ տալ սրան։ Սպառողների տեսանկյունից նայելը, ես կարծում եմ միայն կվնասի գործին, ինչու որտեղ մենք ունենք եւ արտադրողներ, եւ ունենք գեներացնող հզորություններ, եւ ինչու՞ չէ ունենք միջնորդներ,
բանկային հաստատություններն են, տարբեր դոնորներն են, որոնք եւս շահագրգիռ են, որպեսզի այս համակարգը աշխատի, այնպես որ բոլորի շահերը հավասարակշռելու եւ դրան միտված լուծումներ գտնելը, ես կարծում եմ, այդքան էլ հեշտ չէ, եւ այսինքն պարզունակ զրկել լիցենզիայից կամ, չգիտեմ, ինչ որ բոնուսներ տալ, արտոնություններ տալ, հետո ասել խնդիրը լուծեցինք, կարծում եմ դա այս պահի դրությամբ այլևս ակտուալ չէ։ Գոնե մսխումների վերաբերյալ կառավարությունը այդ դեպքում պիտի որ չասի, որ մասնավոր ընկերությունը եւ ինքն է տնօրինում ինչի վրա, ինչքան գումար ծախսել եւ ինչու ծախսել։ Եթե նա պիտի վերահսկի նաեւ այդ ծախսերն ու շահույթներն ու եկամուտները։ Մեծ հաշվով իհարկե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսպես վիրտուալ կառույց չէ, դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ օրենքների ման վրա գործող պատասխանատու կառույց է։ Եվ ճիշտ է նա կառավարության մաս չէ, բայց ըստ էության նրա նախագահը միշտ նստած է կառավարության նիստերին, միշտ հաշվետու է եւ միշտ պատասխանատու։ Այդ հանձնաժողովը չի կարող կամայական եւ սուբյեկտիվ որոշումներ կայացնել եւ կարծում եմ, որ վատնումների մասով, չարաշահումների մասով, մեքենայությունների մասով, եթե աուդիտը ցույց է տալիս այդպիսի պատկեր, բնականաբար պետք է աշխատեն արդեն իրավապահ մարմինները եւ այդտեղ երկու կարծիք չկա։ Ուղղակի միջամտություն կառավարությունը չի կարող, բայց ըստ էության իր հանձնաժողովի միջոցով կարող է այո եւ այդպիսի վարույթներ հարուցել։ Դա կարող են եւ սպառողները անել, դա կարող են եւ միջնորդները անել, դա կարող է ինքը հեծը անել, ինչպես եւ արել է միջայլոց այսօր նա դատարան է մտել նայիրիտի պարտքերի, որոնք մեծ, այսպես ասենք, այսպես պարտքեր են եւ այդտեղ էլ շատ մեծ խնդրեմ կա։ Այդ կարգի մի քանի օբյեկտների հետ կապված խնդրեմը, ինչպես տեսնում եք, համակարգային է։ Միայն հեծի կամ նայիրիտի խնդիրը չէ։ Այդտեղ եւ բանկերն են, այդտեղ եւ այլ միջնորդներ են, այդտեղ եւ կառավարությունն է իր երաշխիքներով, այդտեղ եւ էներգետիկայի բնական պաշարների նախարարությունն է իր, այսպես ասած, օպերատիվ կառավարման ուղղված որոշումներով, այսինքն շատ սուբյեկտներ են ներգրավված եւ համակարգի մեջ խնդիրը տեսնել եւ լուծելը, կարծում եմ, այսօր խիստ անհրաժեշտ է։